Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Շնորհակալություն, մինչև հարցի հնչեցնելը ես նպատակահարմար եմ գտնում կարճաժամանակս, բայց ասել, որ պետ բյուջեից այս հեռուստաընկերությանը հատկացվել է 221 միլիոն դրամ, որտեղ դուք այդ հարցը հնչեցրեցիք, եւ օրական 14 ժամ շողակաթի արտադրանքն է հեռարձակվել այնտեղ, որի դիմաց պետությունը մեկ ամբողջ տարվա համար շողակաթին տրամադրել է 600,000 դրամ։ Եվ շատ տեղին պիտի լիներ Տիկին Ղազարյան, երբ որ դուք խոսում եք եւ այդ գնահատումները կա այստեղ անարդյունավետ ծախսումների մասին, դրանք չլինեին աչքաչափով եւ դուք պարզապես հիմնավորեիք այն բոլոր գնահատականները, որ այստեղ ամրագրված են հիմնավորման մեջ, դուք կարողանայիք հիմնավորել, թե ինչ կոնկրետ ուսումնասիրությունների հիման վրա է կատարվել իրավիճակի գնահատումը եւ ինչ հիմքեր ունեք պնդելու, որ ներկա կարգավորումը պատճառում է որակական խնդիրներ, ռեսուրսների կրկնվող բովանդակություն եւ այլն։ Եվ երկրորդ հարցս Չեք կարող երկրորդ հարցը հնչեցնել, որովհետեւ ցավոք ժամանակը հաղթան գերազանցել եք, համեցեք։ Շնորհակալություն Տիկին Գալստյան հարցի համար, եթե ես մտածեի, որ որևէ հիմնավորում ձեզ կհամոզի կողմ քվեարկել, անշուշտ կհիմնավորեի, բայց իրականում եկեք անկեղծ լինենք եւ ասենք, որ դուք մտահոգված չեք մշակութային եւ կրթական բովանդակությամբ եւ մեր հանձնաժողովի քննարկումից էլ պարզ դարձավ, որ դուք ընդհանրապես ուզում եք, որ լինի համապետական հեռուստասփռման ալիք, որը առերևույթ մշակութային եւ կրթական բովանդակություն տալու պարտավորություն կունենա, բայց կհեռարձակի վարչապետի ձեր թեկնածու Դավիթ Համբարձումյանի երթը ուղիղ եթերով։ Դրա համար ես նպատակահարմար չեմ գտնում մտնել այս բովանդակային քննարկման մեջ։ Եթե որևէ համոզիչ փաստարկ ունեք, որ դա կփոխի ձեր դիրքորոշումը, ես կմտնեմ այդ քննարկման մեջ, ինչպես որ պարոն Նազարյանի հետ մտա այդ քննարկման մեջ։ Տիկին Ղազարյան, շատ եմ ափսոսում այս երկխոսության եւ ձեր այդ պատասխանի համար եւ դուք շարունակում եք լինել նույն ոճում եւ շարունակում եք հաստատումներ անել իմ անունից, չգիտեմ թե ինչ հիմքեր ունեք, իսկ ընդհանրապես չունեք այդ հիմքերը, թե ես շահագրգռված չեմ կրթական կամ մշակութային բովանդակությամբ։ Սա պարզապես մերկապարանոց հաստատում է, եթե ոչ ավելի կոպիտ բառ չօգտագործելու համար։ Եվ դες շատ կոնկրետ ես եւ հանրությունը հարց ունի, հիմնավորեք, պարզապես հիմնավորեք եւ դա ցանկացած հիմնավորման օրենսդրական նախաձեռնության էությունն է։ Բերել փաստեր, ինձ չեք համոզում, հասարակությանը համոզեք, բայց դուք պարտավոր եք նաեւ ինձ համոզել։ Եվ այստեղ մերկապարանոց գրեթե զրպարտչական հայտարարություն անել, թե ես հետաքրքրված չեմ կրթամշակութային բովանդակությամբ, կներեք, բայց դա նաեւ ծիծաղ առաջացնում։ Եվ երկրորդ հարցս, դուք ակնկալվող արդյունքներում այսպիսի ամրագրում ունեք, հստակ տարանջատված գործառույթներով 2 հանրային հեռարձակողների ապահովում։ Խնդրում եմ ասեք, որոնք են այդ հստակ տարանջատված գործառույթները, որոնց մասին խոսք կա հիմնավորման մեջ։ Հանրությանը համոզելու հետ կապված Տիկին Գալստյան ես ունեմ հարթակներ եւ կարծում եմ ունեմ նաեւ զրուցակիցներ, ովքեր շահագրգռված են այդ հարցով։ Ես հասկանում եք, երբ որ դուք խոսում եք այն տեղից, որտեղից առաջադրել եք վարչապետի թեկնածու ու իր լուսաբանման մասին եք խոսում, չէ, Տիկին Գալստյան, այդ ուրիշները կարան այդ հարցը տան։ Վարչապետի ձեր թեկնածուի երթը լայվ հեռարձակող համապետական սփռման մշակութային, վարչապետի ձեր թեկնածուն ոչ մշակութային, ոչ կրթական, ոչ հոգևոր արժեք է։ Շարունակելով, ինչ վերաբերում է տարանջատված գործառույթներին։ Տարանջատված գործառույթների հետ կապված հույս ունեմ 13 վայրկյանում տեղավորվել։ Մի հեռարձակողներից գործողներից մեկը այս պահին լրատվական է, մյուսը թեև լրատվական նույնպես պարտավորություն ունի կրթական եւ մշակութային կոնտենտ տրամադրելու ըստ օրենքի, մյուսը ավելի շատ շեշտադրում է մշակութային բազմազանությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Շնորհակալություն։